Իշխանություններն ասում են, որ արցախցիները Արցախ չեն գնալու, ադրբեջանցիները չակերտավոր ասած Հայաստան վերադարձը նկատի ունեմ չակերտավոր չի լինելու, որտեղից ձեզ տեղեկություն, պարոն Կարապետյան, որ 300,000 ադրբեջանցի է գալիս, որտեվ այդ վերադարձի մասին մեկ խոսում է Ալիևը եւ մեկ խոսում է ուժեղ Հայաստանը, ձեր թիմը դուք կարող եք այլ պայմանավորվածությունների մասին տեղեկություններ ունեք, որ հանրության համար հասանելի չեն, եթե այո, ապա կխնդրեմ ասել։ Ես ելնում եմ նրանից, որ վերջին տարիներին Ադրբեջանի նախագահը ինչ հայտարարել է, շատ կարճ ժամանակում դա իրականություն է դարձել։ Եվ ես չեմ լսել, որ բացի թմբուկ նվագելուց Փաշինյանը դրան արձագանքել է։ Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ուրեմն հիմա էլ նոր սուտ է հորինել, թե ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցության հաղթանակի եւ Փաշինյանի վարչապետ վերընտրվելու դեպքում 300,000 ադրբեջանցի վերադառնալու է Հայաստան։ Մեր օրակարգում Ադրբեջանի հետ հարաբերությունների եւ ընդհանրապես մեր միջազգային օրակարգում, Հայաստանի օրակարգում նման հարց երբեք չի եղել։ Ես չգիտեմ պայմանավորվածությունների մասին, չեմ ուզում սուտ խոսամ, բայց նայելով այս ամենին վստահ եմ, որ ադրբեջանցիները շատ լուրջ են տրամադրված եւ եթե մենք չկանգնեցնենք այդ process-ը 300,000, միգուցե 500,000 հաշվի առնելով ադրբեջանցիների բազմանալու արագությունը կանցնի տարիներ մենք տեսնենք միգուցե միլիոն ադրբեջանցի Հայաստանում 300,000 ադրբեջանցիների հետ կապված կարող եք դուք պնդել, որ նրանց վերադարձ չի լինելու, ոչ թե այս պահին օրակարգում չկա, այլ ընդհանրապես նրանք չեն գալու։ Ընդհանրապես դες բան չի քննարկվում եւ չի քննարկվելու, տենց բան նախ դա սուտ է ինքնին, տենց բան ասողներ սրիկայություն անում, ուղղակի սրիկայություն։